Թույլ տվեք մի փոքր առաջ ընկնել իրադարձություններից եւ դիտարկել այսպիսի մի սցենար։ Փաշինյանը պարտվել է ընտրություններում, իշխանությանը եկել որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ, վարչապետ է ընտրվել, ասենք, պայմանական Պողոս Պողոսյանը։ Կարճ ժամանակ անց հրապարակը դարձյալ չի լցվելու նույն վանկարկումներով. Պողոս դավաճան, Պողոս հեռացիր։ Լցվելու է, սա կարելի է ասել արդեն հիմա, առանց զգուշակության։ Ինչու է այդպես լինելու, որովհետև սպասելիքները կրկին չեն արդարանալու, իսկ ինչու չեն արդարանալու, որովհետև ընտրողը չի անցնելու հաջորդ ամենակարևոր փուլին, իր սպասելիքները իշխանությանը պարտադրելու ճանապարհին։ Քվեարկությունը կրկին ընկալվելու է որպես պատասխանատվությունից ազատվելու միջոց, իսկ փրկիչներ չկան, չեն լինելու, փրկիչ մի փնտրեք որևէ ուժի շարքերում։ Փրկիչներ, եթե լինեն էլ, վերածելու են հրեշի։ Կհարցնեք, ով է ավելի մեղավոր, կպատասխանեմ, հրեշից ոչ պակաս նրա համահեղինակը, նրան այդպիսին կերտողը։